նախորդ հարցի շարունակությունն էլի։ Հիմա տեսեք ժամանակները փոխվել են ի վերջո։ Այսօր կան ՄԱԿ-ի ուրեմն մշտական անդամներ, խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Չինաստանի, չէ՞։ Հիմա այն որ դուք ասում եք Բարձրաստան, ինչպես կվերաբերվեն նրանք եւ արդյոք այդ խնդիրը ինչպես կլուծվի։ Հա, դուք խոսում եք քաղաքական վերաբերմունքի մասին, դուք այդտեղ խնդիր չունեք առաջի հերթին։ Նախ դուք իրավական դաշտում լուծեք, այսինքն այն 15 իրավաբանները, միջազգային իրավունքի մասնակիցները, որոնք չեն ներկայացնում երկրներ, այլ ներկայացնում են իրենց որպես մասնագետ, նախ իրենք պիտի կարծիք տան։ Այսինքն դրանից հետո այդ հարցը չի քննարկվելու արդեն անվտանգության խորհրդում։ Այսինքն այսպես չի, որ անվտանգության խորհուրդը պիտի նստի, ասի այս որոշումը լավն է, թե վատն է, համաձայնենք, թե չէ, այսինքն Չինաստանը համաձայն է, Ռուսաստանը համաձայն չի, այդ ծեր չի։ Կրկնում եմ, դա կատարման համար պարտադիր փաստաթուղթ է, դա դրվելու է իրանց սեղանին եւ ասել է դատական վճիռ կա, ինչպես ոստիկանությունը կամ դահկը չի քննարկելու դատարանի որոշումը։ Նրանց տալիս են, ասում են այս դատարանը որոշել է, սրանց տեղից հանեք։ Ոնց կհանի, այդ իր խնդրեմն է, այդ արդեն դատարանի խնդրեմը չի, նույնն ՄԱԿ-ում է։ Ինքը որոշում է կայացնում, դեպքում է ի վերջո անվտանգության խորհուրդը համաշխարհային ոստիկանն է։ Նա է։ Հիմա մեթոդներ տարբեր են։ Կարա լինի սկսած որոշակի պատժամիջոցներ, ճնշամիջոցներ, չգիտեմ, տնտեսական սանկցիաներ, դրանից մինչև, ասենք, ռմբակոծություն, ոնց որ եղավ Սերբիայի պարագային։ ՄԱԿ-ը որոշում ընդունեց, սերբերն ասեցին չէ։ Ասեցին դե լավ, մի քիչ ռմբակոծեցին, էլի ասես չէ, մինչև ռմբակոծեցին, ասես չէ, հետո մինչև ռմբակոծին ասեց հա։ Հիմա թողեք արդեն թե նայած այդ ճնշման մեխանիզմը ոնց է։ Այստեղ հարց է գալու, ինչքանով շահագրգռված կլինեն։ Այդ ուրիշ է, բայց հարցը իրավական է, նրանք պիտի ինչ-որ քայլեր անեն։ Եվ ես ես վստահեցնում եմ, եթե մենք ունենանք ձեռներիս մի ՄԱԿ-ի դատարանի այդպիսի վճիռ, Թուրքիան ինքը իր ոտով կգա մեզ մոտ եւ ինչ որ բաներ մեզ կառաջարկի։ Միայն դրա արկայությունն արդեն մենք բազմաթիվ նախադեպեր ունենք միջազգային հարաբերություններում, որ անգամ դատարանի վճիռը չէ։ Անգամ միջազգային իրավունքի լավ բարձրորակ մասնագետների եզրակացությունը ստիպել է երկրներին, այսինքն խուսափել անվտանգության խորհուրդ գնալուց կամ անգամ դատարան գնալուց եւ իրանք զիջումներ են գնացել։ Օրինակ, մենք ուզում ենք ոմանք, ես անձամբ այդքան կողմնակից չեմ, ուզում ենք, ասենք, սահմանը բացվի, հայ-թուրքական սահմանը բացվի։ Հելավ, դա բացելու համար երկու ճանապարհ կա։ Մեկը խնդրագիր ստորագրել, որը կոչվում է արձանագրություն, եւ ինչ որ բաներ զիջել եւ սպասել եւ արդյունքը մենք տեսանք 5 տարի լրացավ իրենք չբացեցին սահմանը, թե մենք իջեք ինչքան մեծ վճար էինք դրա համար պատրաստ տալ զիջումները։ Մյուսը նա է, որ դուք դա հասնելու համար լծակ եք ձեռք բերում։ Այդ լծակներից մեկը այդ իրավարար վճռի վերաբերյալ կարծիքն է, որ դուք կարող եք դա ունենալ եւ ասել, որ ես այս հարցը չեմ բարձրացնում, բայց սրա դիմաց, չգիտեմ, դուք չպետք է միջամտես Ղարաբաղի հակամարտությանը, սրա դիմաց դու պիտի սահմանը բացես, սրա դիմաց դու պիտի քո նավահանգիստները անվճար մեզ տրամադրես օգտագործան։ Միլիոն բան կա, բայց ի վերջո միջպետական հարաբերություններն են դրանք սակարկություններ են եւ առևտուրը։ Այսինքն մի բան 10 որ ստանաս, հակառակ պարագային ոչ բան չես ստանա։ Դրա համար այդ տալու համար դու պիտի ունենաս տալու, այսինքն այդ վճիռը արդեն ինքնին լավ սակարկման մեխանիզմ է։